ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Եռակողմ գագաթնաժողովին, խոսելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում իր դերակատարումից։ Նա նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների եւ մարդկանց հետ, որ ավելի կարեւոր է նաեւ Միացյալ Նահանգների համար հավերժական ընկերություն կլինի»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Թրամփի գրառմանը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի հետ պատմական համաձայնագրին միջնորդելու համար, ինչը ըստ նրա մինչ այս ոչ ոքի չի հաջողվել։ Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շինծուգործերով հերթական դատական նիստում միջնորդել է, որ իր քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։ Ադրբեջանի դատախազությունը սակայն հայտարարել է, թե նշված մարդիկ կապ չունեն քննվող գործի հետ։ Դատավորների կոլեգիան հայտարարել է, որ միջնորդությունը չի քննվի, սակայն ապագայում Վարդանյանը կարող է կրկին միջնորդություն ներկայացնել։ Ռուբեն Վարդանյանը նաև հայտարարել է, որ ինքը զինվորական չէ, ուստի համաձայն չէ, որ իր դեմ հարուցված քրեական գործը քննվի ռազմական դատարանում։ Դատարանը սակայն այս միջնորդությունը նույնպես մերժել է։ Սահմանադրական դատարանը որոշել է քննության ընդունել հեծի պետականացմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այն քննության կդրվի սեպտեմբերի 16-ին։ Ընդդիմադիր падգամավորները սահմանադրական դատարան են դիմել ոչ միայն հեծի վերաբերյալ ընդունված օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այլև միջնորդել են կասեցնել օրենքի գործողությունը, մինչև բարձր դատարանը գործով որոշում կկայացնի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն արձանագրել է, որ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի մոտ կրակոցների ձայներ են լսվել։ Մոտակա 3 վայրերից նաև սև ծուխ է նկատվել։ Զոհերի կամ սարքավորումների վնասման մասին հաղորդագրություններ չկան։ ՄԱԿԱՏ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, այս դեպքը կրկին ընդգծում է միջուկային անվտանգության եւ պաշտպանության մշտական վտանգները։ Ռուսական կամ ուկրաինական կողմից առայժմ որևէ մեկնաբանություն չի հնչել այս կապակցությամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է լրացուցիչ միջոցառումների միջոցով Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համատեղ աշխատանքի հարցը։ Եվրոպացի պաշտոնյան քննարկումը լավ զրույց է որակել, նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը կթիրախավորի կրիպտոարժույթները, բանկերը եւ էներգետիկան։ Հանձնաժողովը կառաջարկի նաև արագացնել ռուսական վրածով առելիքի ներմուծման փուլային դադարեցումը։ Հայաստանի տարածքում սեպտեմբերի 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-ից 21-ին առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկը կլինի 25-ից 27, երեկոյան ժամերին 20-ից 22 աստիճան տաքություն։